Դե ինչ վերադարձանք տաղավար, շարունակվում է առավոտ լուսոնը, այս ընթացքում նաև խոսում էինք այն մասին, որ մեր տեսանյութերը գուցե շատ շատերի համար լինեն ոգեշնչման աղբյուր մասնագիտական կողմնորոշման առումով։ Օրինակ շատերը որոշեն իրենց կյանքը կապել երաժշտության հետ որպես հարվածային գործիքներ նվագող կամ պարարվեստի, իսկ թե Հայաստանում որ մասնագիտություններն են վերջին շրջանում դառնում ավելի պահանջված, ինչ տենդենսներ կան առհասարակ ոչ միայն մեզ մոտ, այլ նաև ամբողջ աշխարհում, փորձելու ենք բարձել հենց հիմա, բայց մեր հյուրի հետ։ Այսօր մեր տաղավարում մեր հյուրն է Հեջար փորձագետ կառավարման խորհրդատու Լաուրա Վիհաբյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ թեման կարծես շատ խիտ է, բայց փորձենք մեր րոպեների ընթացքում տեղավորվելով հասկանալ, թե վերջին շրջանի, վերջին տարիների զարգացումները մասնագիտական կողմնորոշման առումով մարդկանց ուր է տանում, մասնավորապես երիտասարդներին։ Շատ բարի։ Նշեմ, որ մինչև մենք հասցնում էինք լսարաններում խոսել 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխության մասին, որը բերեց փոփոխություններ աշխատուժի մեխանիկայի, վերափոխմանը, ներկայումս այնքան արագ զարգացավ տեխնոլոգիան եւ այնքան տեխնոլոգիական առաջընթացը վերցրեց իր վրա լուծումներ ռեսուրսի տեսակետից, որ կարծես վերափոխումը եղավ շատ բնականon եւ եղավ այդ զարգացվածությանը զուգահեռ։ Եվ այո, կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը այդ գործընթացի ընթացքում սկսեց նվազել եւ կան մասնագիտություններ, որ ավելի ի հայտ եկան եւ գրավեցին շուկան։ Օրինակ ինձ հետաքրքիր է արհեստական բանականության այս փուլը, ինչքանով է օգնում կամ խանգարում փորձագետներին կամ մարդկանց, ովքեր որ ուզում են գտնել մասնագիտություն կամ աշխատում են այդ փուլում։ Գիտեք, արհեստական բանականության մուտքը դեպի աշխատաշուկա կամ կրթական միջավայր չէ, որ ցանկացած մասնագիտություն ձևավորվում է հենց կրթությունից սկսած։ Ինքը եւ ուներ դրական եւ բացասական կողմեր։ Եթե մենք օրինակ դիտարկենք այն տեսակետից, որ արհեստական բանականությունը շուրջ կրճատեց ամբողջ աշխարհում 75 միլիոն աշխատատեղ, կարող ենք նշել, որ դա բացասական ազդեցություն ունեցավ ռեսուրսի վրա։ Այն ռեսուրսի, որը չվերափոխվեց, կրթության վրա ուշադրություն չդարձրեց կամ միտումներին չհետևեց։ Մյուս տեսակետից, եթե նայենք գործատուի տեսակետից, ապա արհեստական բանականությունը իր վրա վերցրեց այնպիսի լուծումներ, որոնք սկսեցին նվազ ռեսուրսի ներգրավվածություն, ֆինանսների տեսակետից կամ ծախսերի տեսակետից գործատուի համար արդեն դարձավ ավելի ձեռնտու գնալ դեպի արհեստական բանականության ներգրավումը իր միջավայր։ Այնպես որ երկու կողմից էլ եւ դրական եւ բացասական ազդեցություն ունեցավ, բայց այն մարդիկ, ովքեր որ հետևում են այդ միտումներին, պարբերաբար կրթության վրա ուշադրություն են դարձնում, վերազինվում են գիտելիքների տեսակետից, ապա իրենք միշտ մրցունակ են։ Եվ կարող եմ նշել, որ մասնագիտությունների տեսակետից դուք նշեցիք, որ հաշվապահություն, բազմաթիվ հաշվապահներ եթերից առաջ էինք զրուցում։ Բուհերը տալիս են հաշվապահական կրթության ռեսուրս, բայց հաշվապահությունը ներառված է այն ցանկի մեջ, որը գնալով դուրս է գալիս մասնագիտություն, այո։ Այսինքն այդ պահանջարկ, առաջարկ բալանսը պետք է սկսվի հենց բուհից եւ եթե այն ներկայումս գործատուն է դիմում բուհին ներգրավելու համապատասխան ռեսուրսի, ապա կարծում եմ, որ մեկ օր առաջ պետք է բուհը գնա ընդառաջ դեպի գործատուն եւ հասկանա ինչ է պահանջվում գործատուի համար, ինչ մասնագետներ եւ ինքը ստեղծի հնարավորություն այդ մասնագետների վերազինման համար։ Իրականում մենք վերջին շրջանում շատ հաճախ տեսնում ենք հենց այդ փոխգործակցության օրինակները պետական կառույցների եւ մասնավորների, որը իսկապես շատ կարևոր է եւ կարծես նաեւ փոխեց մի տենդենս, որ մասնագիտությունը ամբողջ կյանքի համար է, որովհետեւ շատ շատերը փորձեցին իրենց մի փոքր ավելի հին կամ չհարմարված մասնագիտությունը փոխել եւ ավելի բարձր տարիքում սկսել ուսումնասիրել նոր մասնագիտություն։ Սա ինչ հնարավորության դռներ է բացում գործատուների առաջ։ Համաձայն եմ ձեզ հետ, ներկայումս այդ դինամիկ է բավականին այդ համագործակցությունը եւ այստեղ երկու կարևոր խնդիր լուծվեց։ Այո, մասնագիտությունը դարձավ հասանելի անկախ տարիքից, գրավիչ անկախ տարիքից եւ անկախ այն մասնագիտությունից, որը որ դու արդեն իսկ ունես։ Եվ մյուս կողմից էլ օրինակ կարող եմ նշել համավարակը, որը փոխեց միջավայր,
Ինչ բերեց իր հետ համավարակը, բերեց մի մշակույթ, որը մինչև համավարակը օրինագործատուների համար շատ անհասկանալի էր, դա հիբրիդային աշխատանքը, որ դու կարող ես աշխատանքը կատարել եւ տանից, եւ քո աշխատանքային վայրից, հա, իսկ մինչ այդ դա կարծես այդքան էլ ընդունելի չէր։ Աշխատանքային ժամերը հստակ էին։ Այո, օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք հիբրիդային աշխատանքին թույլ տվեցին նաեւ աշխատաժամանակի մասով հաշվարկը տանելու։ Եվ ներկայումս ինչ ունենք մենք հիմա, հա, աշխատաշուկայում, եթե դիտարկենք էլի ռեսուրսի տեսակետից, բոլոր այն գործատուները, բոլոր այն մասնագիտությունները, որոնք թույլ են տալիս, որ աշխատակիցը կարողանա բալանսավորի իր կյանքի հետ, նայեք, նախկինում ասում էինք աշխատանքից դուրս գնանք մի քիչ հանգստանանք, չէ՞։ Իսկ հիմա ասում են գտնենք այնպիսի աշխատանք, որը մեզ թույլ կտա նաև հանգիստ ունենալ, հա, աշխատանքի ընթացքում։ Դա հենց այդ հիբրիդային փոփոխություններն են, որոնք որ առ այսօր էլ շարունակվում են։ Եվ այստեղ ամենակարևորը, որ ներկայումս աշխատաշուկայում ինչ միտումներ ունենք, շատ արագ է վերափոխվում եւ գործատուները կարիք ունեն հնարավորինս շուտ դառնալու գրավիչ գործատու, ստեղծելու պայմաններ, որպեսզի ռեսուրսը ոչ միայն աշխատի, այլ նաև աշխատանքի ընթացքում ունենա իր բալանսավորված կյանքը, հա, եւ կարողանա այս կերպ կարողանանք պահել ռեսուրսին, որովհետև եթե դարձնենք իրեն հավատարմության ցուցանիշների տեսակետից, նախկինում, հա, աշխատակիցը եթե 2 տարի աշխատում եւ դուրս էր գալիս աշխատանքից, համարում էին ոչ հավատարիմ կամ ոչ կոմպետենտ աշխատակից։ Հետագայում այլ աշխատավայրում դա դիտարկվում էր։ Ներկայումս այդ ցուցանիշները եւս վերափոխվել են եւ այն գործատուն է արդեն պարտավորված ստեղծելու մի միջավայր, որտեղ աշխատակիցը կմնա, կաշխատի եւ կլինի հավատարիմ։ Ժամանակները փոխվում են։ Իսկ ինձ օրինակ անձամբ հետաքրքիր է, ինչ է HR մասնագետը, ինչ բուն գործունեություն է նա կատարում։ Մի փոքր մանրամասնեք ձեր մասնագիտությունից։ Իհարկե, սիրով, պետք է նշեմ մի փոքր ցավով, որ HR-ը ասոցացվում է մարդ գտնել, բերելու հետ, մարդկային ռեսուրսների կառավարման։ Շատերին հայտնի չի HR հենց մասնագետ։ Ես միշտ նշում եմ HR-ը Մենեջմենթը միշտ իր մեջ կա եւ համարում եմ ինքը հենց կառավարման գիտության մեջ ամենակարևոր ուղղություններից մեկը մարդկային ռեսուրսների կառավարում։ Իր գործիքակազմն է վերափոխվել, ինչպես որ մնացած բոլոր մասնագիտությունների գործիքակազմը։ Օրինակ նույն HR-ի մեջ մենք ունենք հավաքագրման մասնագետ, կադրերի հավաքագրման մասնագետ, որը տեխնոլոգիաները ներկայումս այնպիսի լուծումներ են առաջ բերել, որ իրենք են գնահատում, ռեզյումեն ընթերցում, տալիս ցուցանիշներ, թե ինչքանով է համապատասխանում պահանջին։ Եվ այստեղ արդեն հարցազրույցի փուլն է վերանայվում, հարցազրույցի ընթացքն է փոխվում, բայց մի բան միշտ կարծում եմ, դա իմ կարծիքն է, միշտ կմնա անկախ նրանից, թե արհեստական բանականությունը ինչքան լուծումներ իր վրա կվերցնի, դա որոշումների կայացումն է եւ կառավարումը։ Իմ ընկերներից մեկը շտապեց շատ անհանգստացած ինձ մոտ կիսվելու, որ մարքեթինգի մասնագետ է, որ AI-ը վերցրել է իր վրա բավականին շատ լուծումներ, ես իմ բաժնում պետք է կատարեմ փոփոխություններ, որտեղ արդեն տեխնոլոգիան դա անում է։ Այդ դեպքում ասում եմ ես որպես բաժնի ղեկավար էլ, հա, եւ ես իրեն շտապեցի այսպես մի քիչ փարատել, որ եթե AI-ը որոշում կայացնի եւ չստացվի, ով է կրելու պատասխանատվություն այդ որոշման համար։ Հետևաբար ապագայի մասնագիտություն եւ եթե երիտասարդությունը հաշվի առնի այս միտումները եւ գնա դեպի այս փոփոխությունները, ապագայի մասնագիտություններն են բոլոր այն մասնագիտությունները, որոնց մեջ կան որոշումների կայացման չափաբաժիններ, հա, դրանք կառավարումն են, դրանք բոլոր Ամեն դեպքում կրթվելը, սովորելը միշտ պետք է լինի։ Միշտ պետք է լինի, այո, որը հենց կպահի այդ միտումների մեջ, հա, տենդենսների մեջ։ Թեման իրականում անդադար արդիական է մնում, որովհետև ոչ միայն փոփոխվում են տեխնոլոգիաները, մասնագիտություններն են զարգանում, այլ նաև ըստ ժամանակագրության փոխվում են մարդիկ։ Եվ հիմա աշխատաշուկայում աշխատանքի համար դիմում է Z սերունդը, 2000-ականների սերունդը։ Արդյոք այստեղ կան որոշակի սանդղակներ, որոնք փոփոխվել են, որոնք նրանք են ներկայացնում որպես աշխատանքի դիմող, ոչ թե հարմարվում են պահանջներին։ Ինչ փոփոխություններ կան այստեղ։ Ուրեմն ցանկացած պատմական ակնարկ անդրադարձ, հա, իրադարձություն ազդեցություն է ունենում սերունդների ձևավորման վրա։
Եվ օրինակ եթե մենք մեր ծնողների սերնդին նայենք, իրենց ժամանակաշրջանի դեռևս ազդեցությունը հայտ խնայել, տնտեսել, ետ գցել, պահել, դեռևս մենք տեսնում ենք այդ ամենը, չէ՞։ Ինչ է ներկայի սերնդի վարքագիծը կամ իր դրսևորումը աշխատանքի մեջ, արագ վերափոխումը, ձանձրույթը, Ձանձրանում են, իրենք ուզում են շուտ փոփոխություններ, ամեն ինչն են հաշվի առնում, հա, Z սերունդը հաշվի առնում գրասենյակի կահավորվածությունը, անձնակազմում իր դերը եւ նշանակությունը անընդհատ մատնանշել է եւ այստեղ HR մասնագետները հենց այդ process-ների մեջ են իրենց գործունեությունը, հա, իրականացնում եւ գրավիչ գործատու լինելը այն ընկերությունները, որոնք որ գնում են դեպի գրավիչ գործատուի հանգամանքը, իրենց մոտ կադրային հոսունություն եւ կադրի ներգրավվածություն այդքան էլ դժվար չէ։ Եվ սա հենց սերնդի պահանջարկն է, որ սերունդը պահանջում է, որ ինքը ունենա լավ միջավայր, կահավորված, հարմարավետ, կոմֆորտ, իրենց ամենասիրելի բառն է կոմֆորտը, հա, կարծում եմ դա վատ չէ եւ դա հենց այդ զարգացվածության նշաններից է։ Ձեր խոսքում արդեն նշեցիք ապագայի մասնագիտությունն այն մասնագիտությունները, որտեղ կա որոշումներ կայացնելու կոմպոնենտը եւ շատ հստակ է հենց առաջին վայրկյանից որոշել ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում, բայց երբեք ուշ չէ փոփոխություններ կատարելու համար մասնագիտական կողմնորոշման հարցում, որովհետեւ այս կյանքը տալիս է բազմաթիվ հնարավորություններ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս կարեւոր խորհուրդը մեզ ներկայացնելու եւ մեր հեռուստադիտողներին։ Շնորհակալ ենք։ Մենք շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։ Լսենք երաժշտություն, բայց ոչ միտեղ չգնաք, լսեք ու հետ եկեք շուտ։